Ծանոթացեք 155 մմ տրամաչափի արամազդ ինքնագնաց հրետանային կայանքն է։ Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցի վերջին տարիների ձեռքբերումներից մեկը և Մարտկոցի հրամանատար կապիտան Գրիգորյան։ Սպառազինության նոր միջոցները շահագործելու իմացությունն ու հմտություններն է փոխանցում ծառայակիցներին ու ենթակա անձնակազմին։ Նոր սպառազինությունն ինքնին ենթադրում է նաև համապատասխան ստորաբաժանումների անձնակազմերի կադրային պատրաստության նոր մոտեցումներ, նոր մտածողություն։ Մարտկոցի հրամանատար Սարգիս Գրիգորյանի հետ մտաբերում ենք մեր բանակի անցած ուղին, հիշում Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցի սպառազինության միջոցները ու փորձում գնահատել նոր ձեռքբերումները։ Տեխնիկան հմտորեն շահագործելու համար անձնակազմից պահանջվում է մոտ 1 ամիս ժամանակահատված։ Անձնակազմը համալրված է նոր մարտավարական հաստիկներով, հիմնական շեշտադրումը դրված է ապահովող ստորաբաժանումների ուժերի միջոցների վրա, քանի որ նախկինում հրետանային մարտկոցները առավել ինքնուրույնություն և բարձր շարժունակություն չունեին, և նորագույն ձեռքբերումների շնորհիվ տեխնիկան ինքը շարժունակ է և լիովին մարտկոցը կարողանում է ինքնուրույն կատարել իր առջև դրված խնդիրը։ Այսինքն գործ ունենք ավտոմատ կրակի կառավարման համակարգով օժտված հրետանու հետ, ինչպես նաև ինքնուրույն մարտական խնդիր կատարող ստորաբաժանման հետ։ Հուսալի պաշտպանության և ավտոմատացված ճշգրիտ հաշվարկներ կատարելու շնորհիվ համակարգերն ունակ են կարճ ժամանակահատվածում և բարձր արդյունավետությամբ խոցել բարձր պաշտպանվածություն ունեցող շարժվող և անշարժ կենդանի ուժը, կրակային միջոցներ և այլ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ։ Հաստիկները համալրված են թե ժամկետային և թե պաշտպան հայրենաց ծրագրի շահառուներով։ Հիմնական շեշտադրումը հրամանատարական կազմի դրված է երկարատև պայմանագրով զինվորական ծառայության անցած զինծառայողների վրա, քանի որ ուսումը այդ գիտելիքի բազան ներդնելը ավելի նպատակահարմար է երկարամյա ծառայություն ունեցող զինծառայողների համար։ Համալրված են բացի կրակային դասակներից նաև ապահովող ստորաբաժանումներով, ինչը թույլ է տալիս տեխնիկան կիրառելիս Մարտկոցի անձնակազմին գործել մաքսիմալ ինքնուրույն։ Պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու ժամկետային զինծառայող Գևորգ Գրիգորյանը համակարգերի առավելություններից մեկն էլ կիրառելիության լայն հնարավորություններն է համարում։ Օրինակ, հրետանային միջոցն իզորու է կատարել տարածքների ծխապատման, լուսավորման խնդիրներ և այլն։ Մաղաքեն նույնպես պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու է։ Ծառայության հենց առաջին ամիսներին է որոշել։ 5 տարի անց ծրագրի ավարտին վերակնքելու է պայմանագիրը, այս անգամ արդեն ծառայությունն իբրև սպա շարունակելու նպատակով։ Առաջին քայլերն արել է ծառայությանը զուգահեռ պրակտիկ վարժանքներին ու պարապմունքներին համընթաց զինվորական կրթություն է ստանում։ Որպես հաշվարկի հրամանատար ես պարտավորվում եմ հետևել տեխնիկային, սարքինությանը, հետևել անձնակազմի ճիշտ գործողություններին, կազմակերպել տեխնիկայի հետ կատարվող աշխատանքները։ Արդեն 2 տարի է ծառայում եմ որպես պաշտպան հայրենաց ծրագրի շահառու։ Ատեստավորվել եմ լավ գնահատականով, պատիվ եմ ունեցել մասնակցել մայիսի 28-ին անցկացված զորահանդեսին, որը հետագայում իմ զինվորական ծառայության լավագույն հիշողություններից է լինելու։ Ջոկի հրամանատարը հասցրել է ուսումնասիրել, որ հրետանային միջոցը, որի շահագործման մասնագիտական պատրաստություն է անցնում նաև ինքը, միջազգային առաջատար ինքնագնաց կայանքներից մեկն է և վստահ է, որ նմանատիպ ներդրումը մեր բանակում արդեն իսկ խոսում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր որակի հրետանային ստորաբաժանումներ ունենալու մասին։ Իսկ ինքը հպարտ է, որ մեր բանակի պատմության նոր էջը կերտող նոր սերնդի զինվորականներից մեկն է լինելու։ Նաիրա Համբարձումյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուժ։